Նունե Պետրոսյանը մանկաբույժ է Եղեգնաձորի հիվանդանոցում, 4 զավակի մայրը դաշնակցության համամասնական ցուցակով մտադիր է մտնել խորհրդարան։ Նվարդ Մանասյանը Բրյուսովի անվան համալսարանի դասախոս է, նա ևս ՀՅԴ ցուցակում է։ Կանայք այստեղ պարտադիր քվոտայով չէ, որ ներգրավված են։ Մենք խնդրում ենք միայն, որպեսզի վստահեք մեզ եւ որպեսզի միասին կարողանանք ձևակերպել մեր ազատությունը, մեր ազատության ձևակերպումը մեզ կբերի նոր պետության, նոր Հայաստանի։ Մարդիկ դաշնակցական չեն դառնում պատգամավոր կամ նախարար դառնալու նպատակով, բայց ազգային նպատակներ իրագործելու համար կառավարությունում լինելն անհրաժեշտ է, ասում է ՀՅԴ բյուրոյի ղեկավարը։ Իդեպ նրա անունը ՀՅԴ ցուցակում չկա, բայց Քարոզ Արշավին մասնակցում է կուսակցական ընկերների հետ։ Մենք նաև միաժամանակ հասկանում եւ գիտակցում ենք, որ պատգամավորական աթոռը, նախարարական աթոռը, նախագահի աթոռը միջոց է մեր ազգի հզորացման եւ մեր պետականության կայացման համար։ Եվ եթե պետք է, մենք չենք խուսափի այդ միջոցն ունենալու։ Դաշնակցությունը մրցունակ է 3 առավելությամբ, ունի արժեքային կայուն համակարգ, իրական կազմակերպվածություն եւ համահայկական կառույց է, ասում է Հրանտ Մարգարյանը։ Այն չի զբաղվում այս կամ այն քաղաքական լիդերի քարոզչությամբ։ ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավարն ասում է, երկրում բարեփոխումների հայտարարություններ անողներն այնքան շատ են, որ հարցեր են առաջացնում։ Մենք մեր քարոզարշավը չենք տանում, մեր լիդերներին իբրև դերասանի պատկերներ պատերի խփելով։ Մենք խոսք ունենք ասելու, ծրագիր ունենք, հստակ ծրագիր ունենք, ժամանակացույցով ծրագիր ունենք, որ գալիս ենք այդ ծրագիրն իրականացնենք։ Հետևորդներ գրավելու դաշնակցության փաստարկը սա է։ Մեկ դարից ավելի կենսագրություն ունեցող կուսակցությունը ունի արժեքային համակարգ, որով սկզբունքորեն տարբերվում է քաղաքական մյուս ուժերից։ Աննա Բալյան, ժամը լրատվական։